տաղավարում է մեր ամենագրքասեր, ամենաինտելեկտուալ, ամենահամլետ Առաքելյանը։ Ողջույն Համլետ։ Ողջույն Մանե։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ եմ, շատ անսովոր է, որ հիմա ես այստեղ նստած եմ Յուրի կարգավիճակում։ Եվ ձեռքիս չկա մեր հաղորդավարական պլանշետը։ Եվ այն բոլոր հարցերը, որոնք թաքնված են, որոնց նախապատրաստվել ենք ու հիմա հակառակն է դու պիտի պատասխանես հարցերի, բայց առաջարկում եմ սկսենք ամենահաճախ տրվող հարցից, ինչպես է սկսվում քո առավոտը։ Իմ առավոտը սկսում է մեկ բաժակ սուրճով եւ YouTube դիտելով, հիմնականում նոր երաժշտական հոլովակներն եմ դիտում, նոր երգեր եմ փնտրում գտնում ինձ համար։ Հասկանում եմ, որ կակնկալեիր երևի, որ պիտի ասեի կարդալով օրինակ, բայց կարդալով ավարտվում է օրը։ Հիմա ստեղծագործական բավականին բուրըն շրջան է քո մոտ, մի փոքր պատմիր ինչ ես անում, բացի այն, ինչ տեսնում ենք առաջինի եթերում։ Ինձ թվում է ինձ մոտ երբեք չի կանգնում ստեղծագործական process-ը, որովհետև Դե լավ, մեկ հանգստի գրում ես Համլետ։ Հա, բայց հավատա, ես ամենաշատը գրում եմ հենց ճամփորդելիս, որովհետև գրելու համար միշտ պետք է ինչ-որ տարածության փոփոխություն, նաև ժամանակային ընկալման փոփոխություն, մարդիկ նոր փորձառություններ, ու ես շատ եմ սիրում գրել գնացքների մեջ, ինքնաթիռի մեջ, կամ ինչ-որ միտեղ միայնակ նստած աշխարհի որևէ անկյունում, շատ ավելի հեշտ է ստացվում, որովհետև Երևանում տեմպի մեջ, իմ առօրյայի մեջ, իմ կենցաղի մեջ միշտ չէ, որ այդ տարածությունը ունենում եմ։ Հիմա աշխատում եմ նոր վավերագրական վեպի վրա, որը անգլերեն եմ գրում, չգիտեմ երբ կհրատարակվի եւ ինչպես կհրատարակվի, որովհետեւ ամեն դեպքում անգլալեզու գիրք է, շատ ավելի երկար եմ աշխատելու կարծում եմ այս գրքի հրատարակման շուրջ, բայց քանի որ հիմա դա է գրվում, դա էլ գրում եմ այսպես ասած, եւ զուգահեռաբար սկսել եմ գրել նաեւ Անմահների ակադեմիայի sequel-ը, որը հերոսներից մեկի պատմության շարունակությունն է, այդպես։ Բայց այս երևի պիտի չասեի ախր սա, բայց ասացի, դե լավ, հա։ Մեր եթերում գաղտնիքներ են բացահայտվում։ Ես մեզնից գաղտնիքներ չունեմ, լավ, այդպես ասեմ։ Այո, մեզնից գաղտնիքներ չունես եւ հերոստատիտողը քեզ մյուս կողմից էլ է բացահայտում։ Ինչպես Ինձ է բացահայտում թե իմ հյուրերը։ Այո, այս զրույցի ընթացքում քո մյուս աշխատանքը, որը առավոտ լուսեմ գուցե հաճախ չէ որ երևում է, բայց դու էլ դարձար այն հարթակը ստեղծողը, որտեղ բացահայտում ես շատ հայտնի ու սիրված մարդկանց մյուս կողմից, այն տեսանկյունից, որ գուցե մենք ծանոթ չէինք նրանց կամ չգիտեինք նրանց այդ հոբիների եւ սիրելի զբաղմունքների մասին։ Ինչպես եղավ գաղափարը ստեղծելու այս նախագիծը, ինչու որոշեցիր հանրությանը պատմել այդ մարդկանց սիրելի հոբիների մասին։ Առաջնալիքից եղավ առաջարկ անելու երկխոսական ձևաչափի որևէ հաղորդում եւ քանի որ հիմա հարցազրույցները երկխոսական ձևաչափերը իսկապես չափից դուրս շատ են եւ թվային տիրույթում եւ ավանդական մեդիայում մեր երկրում բոլորը հարցազրույց են վերցնում բոլորից կարող ենք ասել առաջացավ գաղափարը անելու մի քիչ այլ տեսանկյունից մյուս կողմից եւ հենց այդտեղից էլ նաեւ հաղորդման անունը ծնվեց եւ խոսելու ոչ թե մարդու անցած ճանապարհի, հա, այսինքն ավելի դիմանկարային հարցազրույցներ անելու, որին մենք սովոր ենք տեսնել, այլ խոսելու կոնկրետ թեմայի մասին, բայց թեմա, որը ներկայացնում է այդ մարդու մյուս կողմը եւ հետաքրքիր է նաեւ այդ մարդուն, ու ինձ համար այս շարքում շատ յուրահատուկ բացահայտումներ են եղել։ Կառանձնացնես մի պատմություն կամ մի անուն։ Օրինակ ինձ համար իհարկե ես հարցազրույցներից գիտեի եւ լսել էի, որ Նարինե Գրիգորյանը շատ ուժեղ է եղել մաթեմատիկայից, բայց օրինակ որ մաթեմատիկան կարող է այդքան լուրջ դեր ունենալ իր կյանքում մասնագիտության մեջ եւ որքան կարող է այդ մաթեմատիկական մտածողությունը իրեն օգնել, նաեւ բեմադրելիս, դա ինձ համար շատ մեծ բացահայտում էր։ Իդեպ այդ մասին ինձ առաջին անգամ ասել է մեր Հայկը Պետրոսյան, որովհետև մի անգամ խոսում էինք, ասում էի, որ ես շատ եմ ուզում Նարինեի հետ հարցազրույց անել, բայց չգիտեմ ինքը որևէ այլ մյուս կողմ ունի, Հայկը ինձ ասաց մաթեմատիկան, եւ մենք 3 րոպե նայեցինք իրար ու լռեցինք, որովհետև ուզում էինք հասկանալ ինչ կապ ունի Նարինե Գրիգորյանը մաթեմատիկայի հետ։ Պատմությունը այդտեղ ավարտվում է եւ շարունակվում է զրույցը։ Եվ երբ ես զանգահարեցի Նարինեին ու ասացի, որ ուզում եմ գաք խոսենք մաթեմատիկայից, պիտի իր ոգևորությունը լսեիր պարզապես, որովհետև այդ բանն ես հասկանում, որ մարդկանց համար իսկապես կան
թեմաներ, որոնք իրենց մյուս կողմն են եւ որի մասին խոսելու առիթ իրենք չեն ունենում սովորաբար, բայց երբ այդ առիթը ստեղծվում է, իսկապես հետաքրքիր է լինում նաեւ իրենց համար այդ մասին խոսելը ու զրուցելը։ Կարող եմ նաեւ Ինայի հետ մեր զրույցը հիշատակել հոգեբանության մասին, որ էլի իմ ամենասիրած զրույցներից է այդ շարքում։ Արամ Շախոյանի հետ երաժշտության մասին զրույցը, Անի հետ մեր Խաչիկյան արշավների եւ բնության հետ կապի մասին այո զրույցը։ Ինձ թվում է իսկապես հաջողվել է այս կարճ փոքր եթերաշրջանի ընթացքում մեր սիրելի մարդկանց մյուս կողմերը բացահայտել։ Նշեցիր, որ կան մարդիկ, որոնք ունեն սիրելի կողմեր, բայց հաճախ չէ որ խոսում են այդ մասին։ Կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ նրանք պիտի ծնվեին այլ ժամանակում, բայց չի հաջողվել։ Եթե ունենայիր ժամանակի մեքենա, որ ժամանակաշրջան կտեղափոխվեիր եւ ինչու։ Գուցե ապագա կամ թե անցյալ։ Շատ հետաքրքիր հարց է։ Շատ կուզենայի ապրել 1920-ականների ժամանակներում եվրոպական որևէ քաղաքում, ցավոք մեր պետության համար դրանք շատ բարդ տարիներ են եղել։ Չնայած ես քեզ ասեմ, քանի որ այս շրջանը ինձ համար գրականությունից է էլի ոգեշնչված, որովհետև իմ ամենասիրելի վեպերը, գրողները ստեղծագործել են հենց այդ տարիներին ու դրանպես 1920-ական թվականները շատ հայտնի են գրականության մեջ, որպես շատ հիմնաքարային տարիներ բազմաթիվ կարևոր ստեղծագործությունների, նաև մոդեռնիստական շարժման համար կարևոր ստեղծագործությունների ծնունդի համար 10-ից 20 այդ շրջանը ու մենք էլ այդ շրջանում շատ հետաքրքիր վեպեր ենք ունեցել հրատարակված նաև հայ գրականության մեջ ու ես իսկապես կուզենայի այդ ժամանակներում ապրել եւ լինել այդ մարդկանց ժամանակակիցը երևի իմ սիրելի գրողների Վիրջինիա Վուլֆի, Ջեյմս Ջոյսի եւ այդպես շարունակ։ Իսկ ասես ինչն է քեզ պակասում մեր օրերում։ Լրության պահերը եւ ժամերը։ Մենք անդադար ինֆորմացիոն հոսքի մեջ ենք։ Մենք շատ քիչ ենք լռում, շատ քիչ ենք իսկապես ներկայում լինում, որովհետև շատ հաճախ մեր ներկանն էլ է ֆիլտրված, այսինքն մեզ թվում է, որ մենք ներկայում ենք եւ ներկայի մեջ ենք, բայց միշտ այդ ներկայի մեջ կա ինչ-որ ուղղորդված հոսք, տեղեկության, ձայնի, աղմուկի եւ այլն։ Ես կարծում եմ, որ մեզ իսկապես շատ են պակասում իրական լռության րոպեները, որոնք պիտի թույլ տան ձանձրանալ, ոգեշնչվել, վերադասավորվել, խաղաղվել եւ հասկանալ իսկապես ինչպես ենք մենք ուզում ծախսել մեր կյանքի ժամերը։ Ու այս դեպքում քո դեպքում նաև գրել ստեղծագործություններ։ Այո։ Հատկապես հիմա ուզում եմ հիշել բանաստեղծությունների ժողովածուն, ինչ տխուր է սակայն, եւ իհարկե ես շատ բանաստեղծություններ ունեմ այդ ժողովածուից սիրելի, բայց գոնե թե մեկը հիմա հիշենք, ինչ տխուր է սակայն ապրել միևնույն քաղաքում ու ձևացնել, որ չկանք ու չենք էլ եղել։ Ով կամ ինչն է պատճառը, որ դու հենց այսպիսի բանաստեղծությունների ժողովածույով ներկայացար լսարանին այս անգամ։ Դե յուրաքանչյուր բանաստեղծ ունենում է իր մուսային եւ տարբեր ժամանակներում եւ տարբեր փուլերում կյանքի կարող են այդ մուսաները փոփոխվել։ Իմ բանաստեղծությունների դեպքում հիմնականում մեկ մուսա է եղել եւ կարծում եմ, որ մեր պոետ մուսա հարաբերության նպատակը եւ առաքելությունը երևի թե նաեւ այդ գրքերի ծնունդներ, այդ թվում եւ ինչ տխուր է սակայնի իր մասին այդ բանաստեղծությունը։ Անցնենք բլից հարցերին։ Ինչն է քեզ թև տալիս եւ ոգևորում։ Գրականությունը։ Առհասարակ հանդիպումներից ու բաժանումներից հետո ստեղծագործում ես, թե ոչ միշտ։ Ոչ միշտ։ Եթե քո կյանքը գիրք լիներ, ինչ ժանրի ստեղծագործություն կլիներ այն։ Ֆենտեզի։ Իսկ ինչ անուն կունենար։ Ինչ անուն կունենար։ Ազատություն փնտրողը։ Եթե դու լինեիր գույն։ Կապույտ։ Եվ վերջում, ինչ ես փնտրում կյանքում ու ինչ ես հասցրել եւ գտել։ Միշտ փնտրում եմ ազատություն իմ ընկալմամբ, որովհետեւ ազատության ընկալումը տարբեր է տարբեր մարդկանց համար։ Ինչ եմ հասցրել գտնել խաղաղություն։ Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ անգամ երբ հանդիպենք այս ֆորմատով կխոսենք Ես կունենամ նոր մուսա։ Կխոսենք ազատության ընկալման քո տարբերակի մասին։ Դա պիտի մյուս կողմից գաս։ Եվ խոսենք ազատության մասին ու մուսաների։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։